Այսօրվա գիտեք մեր քարոզինույթը, որ մեկ շաբաթ մտածեմ։ Անորոշության մեջ ինչ պետք է լա իմ թիրքը։ Անորոշ վիճակի մեջ։ Հասկացաք թեման։ Անորոշության մեջ։ Dans l'incertitude. Dans l'incertitude. Անորոշության մեջ։ Եվ ասեմ ցեզ, սկսա մտածել, ինչ բանի ես անորոշության հագարակին չէ։ Հաստատում։ Ինչ բանի հաստատում եմ։ Ինչ բանի վրա հաստատություն ունեմ։ Ինչ բանի վրա հաստատված եմ։ Սկսա մտածել։ Մտածեցի էսի Ֆրանսայի օրենքները, չէ, օրորին փոխվում են։ Անոնք որ Ֆրանսայից օրենք կսպասեն, օրոր կփոխվի։ Էսի ուրեմն ինչ բանի վրա հաստատ գրնամ լա, չէ՞ մենք ասենք Ֆրանսայի մեջ մենք լավ գաբրի։ Սկսա մտածել ինչ բան հաստատենք Ֆրանսայի օրենքները հաստատելիք չէ, քանի որ անոնք որ թուղթ չունին, ասեմ ցեզի շատ վատ լուր ունեք օգոստոսեն սկսյալ։ Փոխվում է։ Հետո սկսա մտածել աշխարհի որ քաղաքի մեջ, որ երկրի մեջ հաստատ կարող ենք ապրենք։ Տեսանք որ ամեն վարյան փոխվում է։ Անցյալ օրվա ընկերները այսօր թշնամիներ են։ Անցյալ օրվա թշնամիները այսօր ընկերներ դարձան։ Նույնիսկ աշխարհի մեջ հաստատ մի հստակ, այսպես վավերացման դեղ չունեն։ Սկսա մտածել շարունակել, օքեյ, ֆինանսիս վրա։ Ունեմ 100 եվրո, ինչ տալ է։ Բայց անդրադարձա որ չի, ֆինանս տալ։ Հաստատուն չի։ Նայեք փլուզումի տակ ամբողջ երկիրը։ Անոնք որ տրամ ունին, թող մտահոգվին լուրջ։ Անոնք որ չունին ուրախ եղեք։ Բայց անոնք որ ունին, թող մտահոգվեն լուրջ, քանի որ ամբողջ ֆինանսական եվրոպական համակարգը փլուզումի տակ է այսօր։ Ամեն։ Ուրեմն սրա վրա չեն կարող հաստատվել։ Ինչ բանի վրա գրդամ հաստատել, շուտ ենք ասում։ Եվ նայեք շատ հավատացյալներ եք դուք։ Իսկապես լուրջ հավատացյալներ եք։ Բայց ես ցեզի պիտի ասեմ, որ եթե քիչ ավելի իրադես լինեք, այնքան հավատացյալ չեք։ Քանի որ պիտի սկսես հաստատվելու քո ունեցածների վրա։ Դուն ունեմ, դեղ ունեմ, լավ եմ, դուրսը չեմ, դուն ունեմ եւ դեղ ունեմ, հաստատված եմ դունի դեղին վրա, ցես ասեմ, էդալ չմնալու։ Իմ ունեցածներս ինձ չեն պատկանելու։ Սրա մասին մի քանի շաբաթ առաջ մտածում եմ, որ ուր կացի անցյալ օրը, որոն դունն է, չեմ, մեկում դունը կացի, որ այդ դունին բաղմություն ես գիտեմ, ինչեր եղած է այդ մարդուց մեկ առաջ։ Ասեցի մարդիկ գալիս են, գնում են դունը մնում, այդ դունը որ մեջ կա բրիկի մա, այդ քոնը չի։ Այն դունը նույնիսկ հաստատված չես, այսօր ունիս, վաղը չունիս։ Ոչ մի բանի վրա ես չեմ գրնար իսկապես հաստատվիլ։ Նայեցեք մեմը ձեր ուղեղին վրա։ Շատ կներեք, ձեր ուղեղը, որ կգարձեք, որ խելացի մարդ ենք, որ կգարձենք, որ մենք արդեն դեղում ենք, ժողովուրդ, ուղեղդ կրնաս կորսնցնել մի սեկոնդի մեջ։ Ուրեմն նույնիսկ ուղեղիդ վրա չես կարող վստահես։ Քո խելացիությանդ, իմաստությանդ վրա, քո դրամփանությանդ վրա վստահելիք չի։ Ուրեր մի հատ դոկտոր գլսեի, բժշկական բան գնայի, գսե որ այս ուղեղը որ նորմալ գաշխատի, մի սեկոնդի մեջ կարող է փոխվի եւ դու դառնաս այդ աննորմալ մարդը, որ լեգյում գսեն ֆրանսերեն, որ ոչ կարող մտածես, ոչ կարող խոսած, ոչ կարող քայլես։ Մի սեկոնդ։ Ուրեմն քեզ ասեմ, մի վստահի նաեւ քո ուղեղի վրա եւ մի վստահի նաեւ քո առողջության վրա։ Առողջությունն ալ սեկոնդի հարց է։ Հալելույա։ Մեկ անգամից չես կարող, վրանոք որ մեր մանավանդ երիտասարդներ, որ կարծեն որ մենք հըտ եւ այլն, ասեմ քեզ մի վստահի առողջության վրա էլ ոչ մեկ ես սկսում մտածել, ինչի վրա, ուր, ինչպես, քանի որ ես օրինակամար երիկուն բարգեցա, արդու ելնելու նպատակով, ես հստակ էր իմ ներքին կյանքիս մեջ, իմ սուբկոնսիանսիս մեջ, որ վաղը առավոտ պիտի արթնանամ։ Բոլորդ կսեք, որ Աստված եթե ուզե, բայց եթե դուք լավ մտածեք, կտեսնեք, որ ոչ դուք արդեն պատրաստներ եք հաջորդ օրը։ Ուրեմն քո մեջը վստահ է, որ վաղը պիտի լինի։ Ընկերներու վրա։ Այսօր ընկեր կամ վաղը ընկեր չի կան, գիտեք որ չափ հիաստապվեց եմ ես։ Վստահ դու գալ։ Ընկերներ որ կգարձեի որ քո գողքիդ պիտի լինեն այսօր չկան, բարապանի պատճառով։ Ընկերներ ունեցել ես որ դու վստահել ես, թողել գնացել է։ Քանիներս ապրել ենք այդ հիաստապությունը ընկերներից, մտերիմ ընկերներից, որ խաբվել ենք, որ մեզ թողել են։
Ընկերիդ վրա ես կնալ վստահի։ Կամ գմերնի, կամ ուրիշին գնայի, կամ գեզի գմորնա, մի բան գլա, ընկերիդ վրա ես կնալ վստահի։ Բա եկեղեցի քուր եղբայրների վրա։ Լուրջ, այսօր ստեղ ենք, վաղ ստեղ ենք մենք։ Կորզմա գպացվի քեզի 300 կիլոմետր անտին գտոնես եկեղեցին երթաս։ Վատ բան չի եղած, բայց ես չեմ կարող վստահեմ ոչ եկեղեցին նաև քուր եղբայրների վրա։ Իմ հաստատությունս քուր եղբայրներից չէ։ Քանի որ այդ որքան հաստատություն են ապրել։ Կոնե ես ես վերջերս։ Սրանց վրա որ դու դրել ես քո հույսը, որ այս մարդիկ իսկական քո գողքին են լինելու, քո եղբայրդ են, քո քույրդ են, հաղորդություն ես արել, քո սիրում ես ամբողջ օքիով մի անգամի ֆրացին գնացին, ինչ եղավ։ Ուր էր այդ խոսքերը։ Ուրեմն նո կներեք, բայց այդ աղջիկը չի։ Այսօր իրար շատ ենք սիրում, բայց գնալա վաղը ոչ։ Լավն է, լավ եմ ասում, իրատես եղեք։ Այսօր հալելույա հովիվ ջան, քույր ջան, եղբայր ջան ենք ասում իրա, բայց գնալա վաղը չէ։ Կամ գնա մի բան լա, որ դու այդտեղ չես կամ ես այդտեղ չլինեմ։ Ոչ մեկերնից հաստատություն չունին այդքերի վրա։ Սկսամ մտածել, ինչ բանի վրա ես հաստատում եմ, հաստատ բան չկա, ամեն ինչ անսեղտեն նորեն մորցայրենը ոչ հաստատուն եւ անորոշ, որ անորոշ է։ Իմ քո հետ ընկերությունն էլ ինձ անորոշ է։ Չեմ գիտեր միջև երբ։ Այսինքն քիչ յանքի փորձառություններ մենք գցենք այս բոլորը։ Մեր ծնողները եւ մեր զավակները մեր քույր եղբայրները ինչ է կարծում եք իրենց հետ մնալու միշտ կամ իրենք ձեր հետ են մնալու միշտ։ Հետան անորոշ է։ Հետան անորոշ է։ Հիմա գիտեք ինչ է պատահում ես։ Սիրելի քույր եղբայրներ։ Այս իրավիճակի մեջ, երբ որ անդրադառնում ես, երբ որ մտածում ես քիչ ման։ Եվ փորձում ես, մի մեջը մի բան գալիս է, շատ բնական, քիչ մը հոգեբանական ենք խոսում այսօր, պսիխոլոգիկ ենք։ Մեջը նորմալ մի բան գա։ Գիտես ինչ կա մեջը։ Այդ անորոշ չլինելու համար ամեն ինչ անում ես, որ հաստատում լինի այդ հարցը։ Եվ սկսում ես բայկարել։ Սկսում ես խանգարվել, որ այդ անորոշին չթողնես։ Օրինակ, շատ ես սիրում Սարգիս եղբորը։ Այնքան սիրում ես, որ չես ուզում թողնես Սարգիս եղբորը։ Անորոշ է, կամ գտնալ Սարգիս եղբայրը թողնի գնա։ Բայց դու այնքան սիրում ես, որ ուզում ես, որ անպայման կողքդ լինի, ուրեմն ամեն ինչ անում ես, նույնիսկ նեղանում ես ուրիշների հետ, որ Սարգիս եղբայրը կողքդ լինի։ Անորոշ վիճակի մեջ երբեմն մենք ինքնաբուխ մի բան ենք անում, ժողովուրդ, գիտեք ինչ, փորձում ենք կոնտրոլ անել վիճակների վրա։ Կոնտրոլ բառը մի հատ հիշեցեք, այսօր ամբողջ օրադուր մասին խոսենք, կոնտրոլ անել վիճակներ։ Ես ուզում եմ, որ դու այդտեղ նստես։ Եվ դու ես իշխանություն չունեմ քո վրա, որոշ չեմ, որ պիտի նստես։ Ամեն ինչ անում եմ, որ դու նստես այնտեղ։ Այս իմ մեջի բնական մարդկային դրսևորումն է։ Հասկացաք ինչ մասն է խոսքը։ Հալելույա։ Հիմա գտեսնեք, որ շատ բաներ կա մեր կյանքի մեջ, որոնք կոնտրոլ գուզեն գնել։ Կոնտրոլի հոգին, ասեմ ձեզ, հիմա պիտի կարդամ երկու համար, կոնտրոլի հոգին սատանայի հոգի է մեր մեջ։ Կոնտրոլ անեմ զավակիս, կոնտրոլ անեմ ընկերիս, կոնտրոլ անեմ եկեղեցիս, կոնտրոլ անեմ եղբոր կրոջս, կոնտրոլ անեմ փողիս, կոնտրոլ քանի որ երբ որ մի քիչ աստվածային մտածես, կտեսնես որ կոնտրոլի բան չունես։ Չես կարող կոնտրոլ անել, բայց սատանան քեզի գսե կոնտրոլ արա։ Կոնտրոլ բիդանես գնոջը, կոնտրոլ բիզի հակածին, իր նստածին, իր ելածին, բարեկամին, հարևանին, վերևին, վարևին, փողից, եւ դու կոնտրոլով պիտի կարծես որ այդ բանը արդեն բերում ես քո իշխանության տակ։ Էս սատանան է։ Հալելույա։ Գամած գալիս է մեր մեջը հարցեր։ Չլա թե ես բանը գործընծնեմ, բայց իշխանություն չունեմ, կոնտրոլ անեմ, որ չգործընծնեմ։ Էս մարդն է։ Հիսուս Քրիստոս գսե առաջին Հովանուն գսե որ Հիսուս Քրիստոս եկավ որ սատանային գործերը կանտի։ Հետևում ենք ժողովուրդ։ Հիսուս Քրիստոս եկավ այս աշխարհ, որպեսզի սատանային գործերը կանտի։ Որն է սատանային գործը։ Հիմա լավ նայեցեք։ Այն մարդ գսե բան, բայց ես ուրիշ բան գսեմ։ Քրված է հենց ծննդոց 3-րդ գլխում մեջ ինչ է սատանային գործը։ Սատանային գործը, երբ որ գսե սատանան գսե, ուրեմն սատան եկավ եւ բանին եւ այն եւ աթամին գսե։ Գանձի Աստված գիտե, թե այն օրը որ դուք այդ բդուղեն ուդեք, աչքերնիդ պիտի բացվի
Եվ աստվածներու պես պիտի ըլլակ եւ չարը բարին պիտի գիտնակ։ Սատանան գսե, սատանային կորձը, ամեն ծևով պիտի խապե մեզ, որ մենք դառնանք կոնտրոլի մարդ, չարը բարին գիծող, աստվածներու պես իշխանություն։ Սատանային կորձը քեզի եւ ինձի իշխանություն տալն է վիճակների վրա։ Ալելույա։ Լսում եք, թե շատ հերու գնացինք, շատ խորունգ է, ոչ թե լավ է, քանի որ էս հենց քո խնդիրն է, անձնական պրոբլեմ ես, օդար վերի բացություններ չեն խոսում, քո ընտանիքիդ, քո անձիդ, քո մտքիդ, քո եղբայրներիդ, քո ամեն հենց քեզ հետ կապ ունի։ Սատանան ամեն ինչ կնե, որ դու իշխանություն ունենաս, վիճակների վրա կոնտրոլ անես, աստվածների պես լինես, իմաստուն լինես։ Բայց Սուրբ մեզ ասում է, որ Հիսուս եկավ այդ կորձը կանթե, որ դու ոչ մեկ իշխանություն չունենաս, ոչ մեկ բանի վրա, այս իրականությունը է դա, բայց Սատանան խաբում է, ասում է, չէ, դու գարաս փոխես այս հարցը, գնա բորա, գանչե, խնդիրը է, փոխես, այս Սատանան է ասում քեզ, բայց Աստված ասում է, դու չես կարող փոխել ոչ մի հարց, դու կոնտրոլ չունես, ես եմ կոնտրոլը։ Ոչ մեկի վրա կոնտրոլ չկործածեք կամ փորձեք կործածել։ Սատանայի կործեք անում։ Թեգուզ այդ մարդուն ամենեն լավ խոսքերն ես խոսում։ Թեգուզ այդ մարդուն այնքան շատ սիրում ես։ Մենք հավատացյալներս մարդկանց հետևից այնքան գվազենք, որ աբաշարեն։ Երբեմն սխալ ենք անում։ Մենք կոնտրոլ ենք անում այդ մարդկանց, ոչ թե խոսքն ենք տալիս։ Ոչ թե այդ մարդկանց ազատ ենք թողնում, բայց մենք կոնտրոլ ենք անում այդ մարդկանց։ Հիսուսը երբ որ խոսեցավ այդ հարուստ տղան չընդունեց, ինչ արեց Հիսուս, թողեց որ գնա, կոնտրոլ չարեց, գարար աներ կոնտրոլ, համաձայն եք որ կարող էր անել կոնտրոլ, համաձայն է որ Հիսուս ասել ինչ որ ասում են այդ ես անելու հիմա, ես եմ Աստվածը, կարող էր կամ չէ կարող, բայց ինչու չարեց, եւ մենք անում ենք, ես եմ, ինչ լսի, ես հովիվը դեմ, լսի ինձ, ես հայրը դեմ, լսի ինձ, ես ինչքին ամես ինչը դեմ, լսի ինձ, լրե, եղբայր քույրիկ, կոնտրոլ մի կործածի, քանի որ կոնտրոլես, հենց սատանային կործի մեջ մտար։ Ես նույնիսկ իմ վրաս իշխանություն չունեմ։ Դու գիտես 5 րոպե հետ ինչը բադաղում, չէ՞։ Բայց դու գարաս 5 րոպեն վերջը կոնտրոլ անես, չէ՞։ Դու գարաս այս մարդուն կամ այդ մարդուն ապակայի կյանքին հետ խաղաս, կամ ուզենաս քո ուզածի պես անել, չէ՞։ Քո զավակների վրա իշխանություն չունես, ծնողներ ջան, մենք մեզի ենք ասում, մեր զավակների վրա իշխանություն չունենք։ Ուրեմն երբեմն այդպես վարվում ենք, իբր հովիվ եկեղեցին հետ, իբր հայր զավակի հետ, իբր մեծ եղբայր փոքր եղբոր հետ, իբր մեծ եղբայր փոքր քրոջ հետ, այդպես վարվում ենք, որ մենք իշխանություն ունենք։ Սիրելի քույր եղբայրներ, հալելույա։ Աշապատ գմդացի քայլած ժամանակս գասեի ինչ բանի վրա ես իշխանություն ունեմ, ինչ բան կարամ փոխեմ։ Սկսա մտածել ինչ բան ես արեցի, որ մի բան փոխվեցավ։ Ժողովուրդ ջան, եթե Աստված չի անում, եթե ինք չի բացում, եթե Աստված չի գնում առաջ, դու կոնտրոլ չանես ոչ մեկի վրա։ Եվ ասեմ քեզ այսօր շատ հավատացյալներ հոգևոր խոսքերով կոնտրոլի հոգիի մեջ են։ Միան հովիվներ չէ, հովիվներ լիքը, միան հովիվներ չէ, եղբայր քույրեր։ Եվ այդպես հոգևոր խոսքեր Հիսուս ինձ ասեց, քեզ մի բան է ասում, բայց Հիսուս չասեց իրեն։ Կոնտրոլ անում վրան, որ իր ուզածը լինի։ Իր երազածը, իր սիրածը, իր պապակածը։ Գտնում եմ եկը մեր խոսքին, ոչ թե միան իմ համար էր այս շաբաթ։ Դերը շատ բան ինձ հասկացած այս շաբաթ։ Այդ կոնտրոլի հոգին, որ ունես ոչ թե նեղացնելու նպատակով, բայց փոխելու նպատակով։ Սատանան այդ կորձի վրա է, Հիսուս եկավ այդ կորձը կանթելու։ Քանի անգամներ մեր քուները փախել է, քանի որ քո ուզածը չի եղել։ Քանի անգամ փարգացել ես, քանի որ քո ուզածը չի եղել։ Ես իմ պատմությունս եմ պատմում ցեզ։ Ինչի որ նոր բոլորս անցել ենք, որ կան հավատացյալ են, ժողովուրդ հավատքի հետ կապ չունի, ավելի մարդկային բնավորությունը որ իմանաս, հավատքը գտնաս կործածել, բայց եթե մարդկային բնավորությունը չիմանաս, հավատքը չի կարող փոխել այս բանը։ Որ Հիսուս հարություն արավ, ամեն, բայց ինչ գործ ունի հիմա քո այսօրվա այդ իրարանցումիդ մեջ, այդ փարգության մեջ, որ դու փարգացել ես կամ չես ուզածը չի լինում, քանի որ դու ես որոշել ուրիշ բան եղել, ինչեր գբադայ ամեն վարյան մի բան Աստված գփոխել,
Եվ դու կոնտրոլ չունես վրան։ Հալելույա։ Մեքենա քիչ ժամանակ անիվդ բորբայթի, ո որտեղից է դի կոնտրոլ ունի, անիվդ վրա, ագիտ վրա։ Կոնտրոլ ունի օտոին ագին վրա։ Ոչ, ինչ եղավ։ Բա դու ինչ արեցիր, որ այդ ագը այդպես եղավ, ոչինչ։ Աշխարհը գֆրա, գտարնա, աշխարհային բաներ գտարնա, դու կոնտրոլ չունես ոչ մի բանի վրա, էս եթե հասկացար, դու խաղաղ պիտի ապրես։ Սատանան քեզ գսե, էս բանը արա որ փոխվի, էսպես խոսա որ փոխվի։ Մի խոսքով պոլիտիկ է անում, ստրատեգիաներ է դնում, ռազմավարություն քո մեջ իմ մեջ, որպեսզի իբր թե մենք պիտի կարողանանք փոխենք։ Երբեմն այդ մարդուն այդ բանը ասեն, որ ինք էլ այդ բանը չանի։ Ինչ կարծում ես, որ քու խոսելով է որ մարդը պիտի փոխվի։ Արդյոք կգարձես, որ քու խոսելով պիտի փոխվի։ Փորձի։ Դու պիտի հոգնես, դու պիտի ցավես, եւ դու քիշերը պիտի չկնանաս։ Եվ Աստված ինձ սրա համար չփերավ այս աշխարհ։ Սատանան գուզե ինձի խառնի ջահանջ վիճակի մեջ տնել, այն մտքով, որ եթե ես չլինեմ այս եկեղեցիի մեջ, այս եկեղեցին չի դառնալու։ Եթե դու քո մամայի չնայես, մաման չի ապրելու։ Եթե դու զավակիդ այսպես չխոսած, ինքը պիտի չի ապրի։ Գարձում ենք, որ մենք ենք այդ մարդկանց հավասարակշռված բահով։ Ո՞վ ես դու։ Հալելույա։ Հասկացի Տիրոջ խոսքը սատանային հրած է։ Առաջին օրեն էս բանի մեջ գցավ սատանան մարդկանց։ Ասելով որ դու գրնաս, դու գիտես, դու ես պատասխանատուն, դու ես էս մարդուն, եթե դու չանես, այդ մարդը կմեռնի։ Վերջերս մեկ ասեց, եթե այսպես չանեմ, կմեռնի ինքը, հա? Աստված դարձար։ Այո, սատանան իրեն ասավ դու Աստված ես։ Դու եթե չանես կմեռնի այդ մարդը։ Հա, այդպես ես կարծում։ Ուր է գրված։ Գրված է Ծննդոց 3-րդ գլխի մեջ սատանային բեռնին մեջ։ Դու նույնն ես անում։ Ժողովուրդ հավատքսել է, մեմը գանկնել ասել, ես ով եմ, ես ինչ եմ, ես ինչ սորություն ունիմ, ինչ կարող եմ փոխեմ, ինչ է այս կյանքի նպատակը, ես ինչպես կրնամ մեկումը միտքը փոխել։ Եթե ես մտքեր փոխեի միջև հիմա գիտեք, օհո 50-ած սարքիս կլար այստեղ։ Ավելին թերևս։ Եթե ես կարողանայի միտք փոխեմ։ Այս լավ չի արածդ, այսպես մի հակի, այսպես հակի, սարքիս մեծ գանկնի գա։ Այսպես մի խոսա, այսպես խոսա, սարքիսի մեծ կխոսա ուղա։ Եթե ես իշխանություն ունենայի, բայց դերը ցույց տալիս է ոչ, միտք փոխողը ոչ քո քարոզն է, ոչ քո երկերն են, ոչ քո ծառայությունն է, եկեղեցի մասին խոսիմ, ոչ եկեղեցի գազམ་ագերբությունն է, միտք փոխողը դու ես քանի որ այնքան падեր անում ես 50 հոգին, այդ 50 հոգին, 2 հոգին կամ 3 հոգին այդպես պատասխան է տալիս, քեզ ասում ես, բա ո՞նց արեց այս մարդը։ Եթե իմ խոսքով պիտի լար, ամեն մարդ պետք է լավ լինեին, իմ ուզածին պես, բայց դեր ասում եք քո ուզածով չի, իմ ուզածով։ Հասկացաք միտքը այսօրվա թեման անորոշության մեջ ինչ պիտի լինի մեր միտքը։ Օրինակ դամ ցեզի օրինական մար այս մարդը, որ անաբադի մեջ է։ Անաբադի մեջ մարդ մը գքայլ է։ Եվ ունի մի հատ փոքր շիշ ջուր, այս սրանից, մի հատ փոքր շիշ ջուր եւ մի հատ սանդվիչ։ Սիրուն պատրաստված մեր քույրերի միջոցով։ Եվ ինք անաբադի մեջ է։ Նա դու քեզ այդ մարդուն դեղ դիր։ Դրիր։ Ինչ կմտածես։ Ինչ կուզես անել։ Ինչ պիտի լակո վիճակը։ Մեկ շիշ ջուր, մեկ հատ սանդվիչ, անաբադ, ծայրը չես տեսնում։ Երթալիկ դեղ չգա առաջի չես տեսնել, հետևի չես տեսնում։ Ժողովուրդ մարդը կսկսի բնական մի բան։ Ինչ անեմ, որ ապրեմ։ Նորմալ է, պիտի ապրի։ Ինչ անեմ, որ այս անաբադի մեջ մի բան ինձի ապրիցնի, հավասարակշռված, ուտել, խմել եւ այլն։ Եվ կսկսի մարդը փորձել ջուր գտնել, փորձել շոկ հով դեղ գտնել, փորձել, ինչ գիտեմ, գերագուր գտնել, եւ որչա պիտի փորձի, անչափ պիտի հոգնի, կամ անաբադի մեջ չգա ոչ ջուր, ոչ ուտելիք, ոչ մի բան։ Հետո պիտի կա մի դեղ, որ այդ մարդը անաբադի մեջ պիտի գանկնի, պիտի ասի հետևյալը։ Այս սանդվիչս ուտեմ։ Այս ջուրս ալ խմեմ հիմա։ Եվ հետո մեռնիմ, եթե պիտի մեռնի։ Քանի որ եթե թուրսեն օգնություն չգա, ես հոգնությունս իմաստ չունի։ Եթե այդտեղ ջամփորդներ չլինեն, որ գա այդ ջամփորդը ինձի գերակուր դա կամ ինձի իր հետ տանի, ես չեմ կարող թիմանալ այստեղ։ Ժողովուրդ, անապատյալ միտքը շատ կարևոր է սուբ գիրքի մեջ։ Մի հատ հիշեցեք սուբ գիրքը անապատ բառը։
Առաջին օրեն մինչև վերջին օրը անաբադի մասին գխոսի Սուրբ Գիրքը։ Ինչու, քանի որ անաբադի մեջ եթե վերեն օգնություն չգա, դու չես կարող ապրես։ Ու եւ նույնիսկ հաջորդ օրը չես կարող ապրես։ Հիմա շատ լավ գիտեմ, որ բոլորս ալ վաղվա համար ծրագիրներ ունենք։ Մեր սառնարանները լիք են։ Վաղը սոված միջի են իսկ որ հետ մեջ գիտես։ Բոլորս ալ գիտենք, որ վաղը մենք նորմալ պիտի ապրենք։ Բայց եթե անաբադի մեջ լայինք, արդյոք կմտածեինք այդպես։ Կասեինք վաղը դեր իմ Աստված։ Եթե պիտի ապրին, դու ես տվողը։ Եթե պիտի չապրին, պատրաստ են մեռնելու։ Անաբադին մեջ իրական մարդը այդ կասի։ Անշուշտ մի քանի ամիս հոգնել են հետո։ Չարչարվելուց հետո։ Քանի որ մարդը պիտի ուզենա միշտ, հալելույա, միշտ պիտի ուզենա ինքը իրեն պաշտպանել։ Բայց Սուրբ Գիրքը մեզ գսե, դու իշխանություն չունես քո ամեն օրվանին վրա նույնիսկ։ Ինչպես պիտի անեմ, որ ես լավ ապրիմ, եւ մարդը արդեն կսկսի հոգնել, խանգարվել եւ գրիվնել։ Սրա նրա հետ, որ իր ուզածը ունի։ Իր ուզածս իմ ուզածից հասնելու համար ժողովուրդ, եկեք մի հատ անգերց բան ասենք մենք հավատացյալներս, մի պատասխանեք, բայց կարծեմ այդպես եղավ ցեզի, ինչպես ինձի։ Մեր ուզածին հասնելու համար Սուրբ Գիրքի համարներ նույնիսկ տեղափոխենք իրենց տեղերեն, որ մեր ուզածը ասենք, որ այդպես է։ Այդ բոլոր Աստված ինձ ասեց այդ խոսքերից, որ քեզ ասեմ։ Աստված ինձ ասեց, որ ես այսպես անեմ։ Հոգևոր նույնիսկ թեմաներ գխոսենք, որ սիրելիներ մեր կոնտրոլի իշխանության տակ տնենք վիճակը։ Մենք իշխենք, նորից կսեմ, ով կոնտրոլ գրնա ունենալ իր անձին վրա։ Փորձե եւ պիտի հոգնիս, եւ պիտի ցավիս, եւ պիտի հիաստապվիս։ Հալելույա միջև հիմա, օքեյ ենք։ Սուրբ Գիրքը մեզի անաբադի մասին գխոսի։ Մի հատ համար գարթամ, գրեցեք ձեր մոտ եթե գուզեք, բայց նայեցեք մի քանի համարներ պիտի գարթամ այսօր։ Օսիա մարգարեության մեջ հետևյալ խոսքը գսե Աստված իր, լավ լսեցեք, իր ժողովրդին։ Բոլորին չէ։ Եվ այս է հարցը, ապաշխարությունը այդ է, որ մենք մտնենք Աստծո ժողովրդին մեջ։ Եվ Աստծո ժողովրդին նայեցեք ինչ կսե։ Օսիա 2:14։ Ես կսե զանիգա պիտի հրաբուրեմ, je vais le séduire։ Հրաբուրեմ իմ ժողովրդին։ Հրաբուրել ինչպես դղա մարդը գնոջ մարդուն։ Այդ ցեվով գրած այստեղ։ Պիտի հրաբուրեմ գսե եւ իրեն անապատ պիտի տանեմ։ Եվ այնտեղ իր սրտին պիտի խոսեմ։ Իրեն պիտի հանեմ այդ իր գախված վիճակներից։ Պիտի տանեմ մի տեղ, որ ոչ մի բանից, ոչ մի տեղից ինք արդեն հասկացա, որ օգնություն չկա։ Եվ այնտեղ սրտին պիտի խոսեմ։ Անապատին մեջ։ Անապատին մեջ։ Անապատին մեջ, ուր որ դու արդեն հասկացել ես, որ քո հույսդ ոչ մեկտեղեն չի։ Հասկացել ես, որ դու կոնտրոլ չունես քո կյանքի վրա։ Կոնտրոլ բառը շատ կարևոր է, մեկ շաբաթի գլխից վրա սրտից մեջ կդառնա։ Կոնտրոլի հավատացյալներ կան ժողովուրդ եկեղեցիներու մեջ։ Կոնտրոլ ընող, կոնտրոլի հոգի, իշխանություն, ինքզին իշխանություն դվող այս կամ այն վիճակի վրա։ Այդտեղից միջև չհասկանաս, որ այդ սատանայական է, դու Տիրոջ օրհնությունը չունես քո վրա։ Պետք է հասկանաս, որ կոնտրոլի հոգին սատանայական հոգի է, իսկ ազատության հոգին Աստծո Հիսուս Քրիստոսի հոգին է։ Գալիս է այսպես։ Խոսքը կամաց գալիս է ժողովուրդ։ Կամ միտք ավելի շտակը։ Այսօր մեր մեջ եղբայրներ, քույրեր, ընտանիքներ, հավատացյալներ, իմիջայլոց ասեմ, որ սիրելի քույր եղբայրներ գրնաս այս քարոզը չլսես, ասելով ես այսպես չեմ։ Բայց ես քեզ կհաճարեմ, որ մի քիչ լսես, քան որ այդպես ես։ Մի դեղ կյանքիդ մեջ այդպես ես։ Եթե ոչ մի քանի դեղեր։ Քանի որ մարդ ենք, մարդ արարած այսպես է։ Դու ավելի չես մարդեն, դու ալ բագաշ չես մարդեն, ես ալ քո հետ։ Մենք մարդ ենք, մարդ այդ բնավորությունը ունի, սատանայական մեղքի ծնունդ, կոնտրոլի հոգի։ Եվ շատ հավատացյալներ այսօր, սիրելի քույր եղբայրներ, կմեռնին, չագերդյալ մեռնիլ բառը,
կմեռնին ջնշումների մեջ, քանի որ ուզում են փոխեն մի բան եւ հասկանում են, որ չի փոխվում։ Գուզեն, որ այս բանը այսպես լա եւ հասկացան, որ չի ստացվում։ Շատեր կան թեր չեն հասկացել։ Կաղոթեն, որ մի քանի քիչ մտեր չարչարվիս, որ սկաս։ Մինչև չսկաս, շարունակություն չի լինելու։ Մինչև դու Աստծո հոգին չտեսնես, որ դու կոնտրոլ պետք չի կործածես, դու օրհնություն չես տեսնելու։ Մտածեք հիմա ինչի վրա։ Մարդիկ այսօր չարչարվում են ժողովուրդ։ Չեն թողնում այդ վիճակը։ Հարաբերությունների մասին նաև, որ իրենց ուզածը լա։ Գիտեք, որ մարդիկ կան ինձ արգելում են, որ խոսամ այդ մարդու հետ։ Գիտեք ինչու, կամ եթե ես խոսամ, իր ասածին հագարակը պիտի լա։ Այսպես եղել է, հիմա չէ, բայց եղել է այսպես բաներ։ Դու մի խոսա։ Գիտեք ինչու, կամ իրենց ուզածին պես ես չեմ խոսում։ Դու մի խոսա։ Ժողովուրդ, լուրջ թեմաներ են, որ դեր այսօր բացում եմ, այս թեմաները մի քանի շաբաթների այս ուղղություններու մասին կխոսենք։ Հավատացյալը լալը հեշտ բան չի։ Գիրագի օրը շատ հեշտ է։ Փառապանության ընթացքին հալելույա բորալը շատ լավ է, բայց հավատացյալը այստեղից երևում։ Դու ուշադիր եղիր, քանի որ Աստված կսե, ես քեզ Հիսուս Քրիստոսը ղեկեցի, որ դու ազատվես։ Եվ ոչ թե կոնտրոլի տակ, նաև դու կոնտրոլ անես ուրիշին եւ դու սատանայի կոնտրոլի տակ մնաս։ Մեր երդասարտները, մի քանիները պիտի բարեն ֆեստիվալին այս թեման, որ սատանան կոնտրոլ է անում մարդկանց։ Անոնք որ բարի մեջ են գիտեն, սատանան կոնտրոլ է անում մարդկանց, բայց այդ մարդիկ որ կոնտրոլ է անում, իրենք են կոնտրոլանում ուրիշներին։ Սատանան կործածում է մարդիկ, որ Աստծո ծրագիրը կանթե ուրիշներու կյանքի մեջ։ Հուսամ խոսքս իր դեղը հասնում է։ Հուսամ բդուղներ պիտի տեսնեք ձեր կյանքի մեջ։ Հուսամ փոփոխություններ պիտի լա։ Իսրայելի ժողովուրդը, մարգարեները, Հովհաննես Մկրտիչը, Հիսուսը եկեղեցին անաբադի մեջն էին։ Անաբադի մեջն է դերը մեզ ուզում է դանի։ Կուզե մեզ անաբադ տանի, ուր ուրիշից, ոչ ուրիշին վրա, ոչ ուրիշից սպասել չգա քո կյանքիդ փոխվելու համար։ Անաբադին մեջ դու քո ուժերու չես վստահում, քանի որ չունես, հոգնել ես, չէ՞։ Անաբադին մեջ քո իմաստությանը չես վստահում, որ նույնիսկ եթե շատ դիպլոմներ ունենաս, անաբադին մեջ օգուտ չկա քեզ այդ դիպլոմները։ Օտոնավ շնելու դիպլոմ ունես օրինակի համար, անաբադի մեջ ինչ օգուտ։ Ինչ օգուտ, որ դու լավ մարդ ես եղել անաբադի մեջ։ Հալելույա։ Դերը մեզ սովորացնում է անաբադ։ Դերը գուզե, որ մարդկանց ալ չվստահես։ Օգնությունը վերեն է։ Անաբադ։ Նայեցեք համար մգա շատ սիրեցի, երբ որ ես միտքս եկավ այս համարը, հայտնություն 12 գլխին մեջ։ Ուրեմն գսե, երբ վիշապը 12-13-14, երբ վիշապը տեսավ, որ ինք երկրի վրա ցկվեցավ, ուղարկվեցավ, բաճվեցավ, արու զավակ ծնանող գնոջ յետևեն ինգավ։ Ով է ես։ Արու զավակ ծնանող գինը։ Եկեղեցին է։ Մարիամը չէ, հա։ Շատ է Մարիամը գսեն չէ։ Արու զավակ ծնանող գնոջ հետևեն ինգավ, լսեցեք, այն գնոջ մեծ արձիվի երկու թևեր դրվեցան, թևեր, արձիվի, այդ զարմանալի, որպեսի գսե անաբադ իր տեղը թրջի, ոչ թե ազատագրվի և ելլե երկինք, նո, անաբադ իր տեղը երդա։ Եկեղեցին տեղը ուր է ուրեմն, իր տեղը անաբադում է, և մենք այդ տեղ պետք է սովորենք անաբադի պես ապրել։ Եկեղեցին տեղը անաբադն է։ Եվ այդ տեղ գսե անաբադի մեջ, այդ եկեղեցին դերագրվեցավ։ Աստված դերագրեց անաբադի մեջ։ Անաբադի մեջ եթե Աստված չգերագրե, չգա ուդելիք բան։ Համաձայն ենք,
Ուրեմն Աստված ինչ կսորվեցնե։ Գսե եթե դու իմ եկեղեցին ես, եթե դու իմ աշակերտս ես, դու պիտի սովորես, որ միայն ինձանից կա քո կյանքի ամեն մեկ մաստիկներու պատասխանը։ Եվ քո իշխանությունով, քո ցերկերով, քո գարձածներով չանես։ Հալելույա։ Ինչ ենք, գնթունենք այսպես լալ, արդյոք գնթունես, որ այսպես լա։ Շատ սուր հարց ես հարցում ես։ Քանի որ Սարգիսը հեշտությամբ պիտի չընդունի։ Եկեք անգերձլան շատ հոգևոր մենք մեզի չծեվացնենք, չմալ հավատար։ Ոչ ալ Աստված կհավատա քո հոգով ծեվացրդ, ոչ ալ ես, ոչ ալ ոչ մեկենից։ Մեր բնության մեջ կա կոնտրոլ հոգին։ Այդ մարդը իմ իշխանության տակ է։ Այդ վիճակը ես պիտի փոխեմ։ Այդ բանը ես պիտի հաջողցնեմ։ Ես։ Հիմա դերը գսե չէ, անաբադին մեջ դու ոչ մի կոնտրոլ չունես։ Մի հատ նայեցեք ձեր կյանքը։ Ոնց են ապրում։ Քանի որ դու ասում ես աշխատում եմ, գնում եմ փող եմ բերում դունը եւ ապրում եմ։ Այդպես կսես։ Լավ։ Այդ աշխատելը քեզ ով է ուղարկում։ Ինչ զորությամբ դու դունից դուրս կգաս եւ կգնաս աշխատանքի, որ փող շահես եւ բերես եւ գնաս լկներ կամ քողա կամ Carrefour երտած այդից փող գերագուրանես դու բերես եւ գերագուրսակես որտեղից։ Անաբադին մեջ եթե Աստված չդա, եթե Աստուծմե չկա, դու քո վրա ոչ մի իշխանություն, զորություն մի դար քեզանից չէ։ Ապաշխարություններ լինում է սրահի մեջ, ոչ թե սպասում ենք, որ քարոզը վերջանա։ Նույնիսկ հիմա քո լսելու վրա իշխանություն չունեմ։ Քո հասկացողության վրա իշխանություն չունեմ։ Չեմ ուզել ստիպել, որ դու լսես ինձ։ Ազատ ես չլսելու, լսելու, աղոթելու, չաղոթելու, լուրջ լինելու կամ լուրջ չլինելու։ Ազատ ես, ինչ ուզում ես արա։ Ես իշխանություն չունեմ քո վրա։ Միջև անեմ դու չհասկնաս, որ Աստված իշխանություն ունի իմ վրա։ Բայց Աստված իշխանություն ունենալու համար ես ոչ մեկի վրա իշխանություն չի կատարեմ։ Օրինակներ ունենք, կարանք շատ օրինակներ դալ, միջև այնադեմ։ Մեր անձնական կյանքի օրինակն ալ գա, քանի դարի այս բաները պատմել ենք։ Ես այս տելեֆոնը ունեմ։ Այս տելեֆոնը բռնում եմ, ոչ մեկին չեմ դար։ Իմս է։ Չեմ ուզել որ մեկը տնա, ես իմս է։ Ուրեմն մինչև այնադեն որ այս տելեֆոնը ես բռներեմ եւ ասում եմ իմս է, ես ազդո դեղ չեմ դար։ Աստված տելեֆոնը բան չի անում։ Ես իմս է։ Աղոթում եմ Աստված իմ օրտնի տելեֆոնս։ Օրտնե, միջամդե, ես քեզ եմ տալիս, բայց չենք տալիս խոսքեր են հոգևոր։ Ես աղոթում եմ որ այս տելեֆոնը օրտնված լա, երկնային լա, բայց ես չեմ տալիս, իմս է։ Կոնտրոլ ունեմ։ Ինչու գիտեք որ տելեֆոնին մեջ գրնալ մի էջ լա, մի բան լա, որ չեմ ուզում գտնեմ մեկը, բայց ես ասում հուտ եւ այլն։ Գիտեք երբ հրաշքը գլա։ Երբ որ այս տելեֆոնը ես տալիս եմ դիրոջ։ Եվ ասում եմ էլ իմս չի։ Անժամանակ։ Հրաշքը գիտեք ինչ է, անժամանակ։ Միայն անժամանակ։ Դերը առնում է այդ տելեֆոնը։ Լավ լսեցեք։ Մաքրում լվանում բարելավում է երբ տալիս է քեզ եթե այդ կողմն է գիտեմ որ շատերը դերևս չեն հասկանալ կամ չեն ուզեր հասկանալ բայց ժամանակը ցույց կտա ամեն ինչի ժամանակը ցույց կտա դե դու ով ես ինչ էիր արել ինչ արել ես եւ ինչ է անում դերը քո կյանքի մեջ Հիմա գտնունիս արդյոք հարց, ապաշխարության հարց ձեզի։ Գտնունիս որ ոչ մեկի վրա ոչ մի հարցի մեջ կոնտրոլ չանես այլևս։ Բայց անգարաջ ասեմ արդյոք տեսար քո մեջ որ կոնտրոլի հոգի կա մի քանի բաների մեջ։ Մերսի մեկ հոգի կար այստեղ սրահի մեջ ամեն ասեցեմ։ 2 3 կոնտրոլի հոգի Դժվար է, հա։
Ասել չէ որ ձուլ բիդի նստին, ասել որ ինչ ուզում եք արեք, ես էլ չէ, այդպես չի։ Բայց Հիսուս, բայց Հիսուսի օրինակը ուղղություն, ճշմարտություն, բայց ոչ շղթա։ Ուղղություն, խրադ, բայց ոչ շղթա։ Շեն, իլան շեն պա։ Ես ստիպված քո հովիվը չեմ, կամ քո եղբայրը չեմ։ Դու եթե ընդունեցիր, գլինեմ։ Հասկացաք որ ես ստիպված աղջիկս ստեղ ես ստիպված իր հայրը չեմ, եթե ընդունի իմ հայրությունս, հայրություն կանեմ։ Եթե ըսի չէ, ես եմ օքեյ։ Միջև այդտեղ եմ գնում ժողովուրդ ջան։ Միջև այդտեղ։ Ես իշխանություն չունեմ ոչ մեկի վրա, պետք է սովորեմ այդ բանը։ Որովհետեւ Աստված գործի եւ ոչ թե ես։ Քանի որ ես սատանայի ցերկով որ գործեմ, սատանայի գործը գլահեդո։ Բայց երբ որ Աստված կգործի, երբ որ ես մեկ քայլ հետև կքաշվեմ, եւ գսեմ դեր իմ Աստված, դու ես քոնն է, իմը չի։ Հալելույա։ Մեհադալ հարցնեմ ես հարցը գիտեմ դժվար է։ Ընդունեցիր որ դու վրա իշխանություն չունես ոչ մի բանի վրա։ Մտածի։ Մեհատ նայ այդ բոլոր բաները որ քեզ սրտիդ վրա շատ ծանր են այսօր։ Մեհատ նայ այդ թեմաները որ սրտիդ վրա ծանր են։ Գիտեք որ թեմաներն են, այդ բաներն են որ դու ուզում ես որ քո ուզածիդ պես լինի, եւ չի լինում, եւ դու ծանրանում ես սրա վրա։ Եվ լացում ես, եւ նույնիսկ փարգանում ես։ Ինչու՞։ Քանի որ վստահություն բառը չենք ապրում։ Վստահում եմ դեր, բայց այսպես արա։ Ուզում եմ այսպես։ Միջև այնադեմ որ թողնում ես, դերը կործում է։ Միջև այնադեմ չթողնես, ասել որ դու դեր իշխանություն ես կործում այդ հարցի մեջ։ Կգտնեմ մի քանի անգամ, հա։ Ինչ կսեք։ Գամփաներ որ գալիս են ձեր մտքին։ Հիմա օքեյ, հիմա հարցում, քանի որ հարցումներ կան, ես վառ օրինակ է այսօրվա մեր խոսքին։ Վառ օրինակն է, վկայություն է մեր այսօրվա խոսքին։ Եվ էսիկա եղբայրներ քույրեր, ասեմ ցեզ, մեր արյան քնով ենք սովորում։ Մեր արյան քնով ենք սովորում։ Ցավալի է, բոլորս նույն տեղն ենք, ինչու մեկս մյուսից լավ ենք։ Բոլորս ալ անոնք որ ծնողք են, իրեն անոնք որ այս հարցերից անցել են, որքան հուսախապվել են, որքան հարվածվել են, հետո հասկացել են, որ ինչու, քանի որ ասածին պես ուզում են, որ այդ վիճակը իմ ուզածից պես լինի։ Եվ երբ որ ես իմ ուզածից պես եմ լինում, այդտեղ խանգարվում ենք։ Մենք նույնիսկ հավատքի հետ կապված քանիներուն երբեմն նեղացել ենք, որ բա աշխապ աշխատեցանք, աշխապ հետևին գնացինք, եկեղեցի չի գալիս, չի ապաշխարում, օրինակ, այո, չի ապաշխարում, չի գալիս։ Եվ նեղանում ենք, խանգարվում ենք, մի անգամից մի բան գլսենք, որ այդ մարդը ապաշխարել է։ Եվ դու չգաս այնտեղ։ Մի բան արել Աստված, առանց քեզ։ Ասում ես, իսկապես Տեր, հասկացա որ իմ չանկերով չի, իմ ուզելով չի, դու ես փոխողը վիճակները եւ ընդհանրապես քանի անգամներ որ այդ հարցերի մեջ տվյալ անձերի ասել ես Տեր դու արա ես էլ ցերկս քաշեցի, այն ժամանակ դերը մի կործան։ Վար օր ամեն կանջան վար օրինակներ են սրանք եւ բոլորս անցնում ենք ժողովուրդ եւ անցել ենք դարբեր ծևերով միան այսօրվա կարոզի միտքը այդ էր որ նայեցեք ժողովուրդ այսպես բաներ են լինում մեր մեջ ալքիդակցապար երբեմն եւ մենք ենք խանգարվում եւ մենք բռնել ենք այդ հարցը եւ մենք ենք ցավը կարծես փուշը բռներ ես ցերկովը եւ սեղմում ես այդ փուշը որչափ սեղմես դու պիտի ցավես թող այ ախպեր ինչու քանի որ դու ֆասոն այդ փուշը սեղմելով դու չես փոխելու հարցը միան դու ես ցավում շատ թեմաներ էսպես են Մարդուն ես վնասում, գողքիններուդ վնասում են, պարգանում ես։ Ուրեմն, այն որ դու ապրիր քո ներկան, թող դերը առաջնորդի, դու կոնտրոլ միներ վիճակները, երբ որ մենք կոնտրոլ ենք անում վիճակները, Աստված ցեր կքաշում է, երբ որ դու ասում ես, ինչ ուզում ես արա դեր, այսօր այստեղ եմ, վաղը այնտեղ չեմ, դուն ունին, դեղ ունիք, օտո ունիք եւ այլն, մի կարծեք որ ցերն է, վրան անկադալ մի բան ունիք, այսօր գավա, ալիքը գնա ուրիշը գա, Ադոր համար չարժեր հիվանդանաս, չի արժեր դու խանգարվես, չի արժեր դու մորանաս, երեք մեկ խոսեի, գսե որ հովիվ, այս վիճակը ինձ այնքան խեղդում է, որ նույնիսկ սուպտիկ չեմ կարողանում գարտամ։ Դեսակ, անչափ խեղդել է այդ վիճակը, որ բանը գա, չի ստացվում քո ուզածիդ պես։ Ձեր պարգությունը երբ է եղել վերջին անգամ ինչ բանի պարգացել եք, հենց էսա։ Չի ստացվում ուզածից պես։ Եվ եթե սատիկն է հանցավորը, սատիկին ես կանթում եմ։
Եթե Սարգիսն անցավ, Սարգիսն է քխին զարմում, քո պատճառով չի ստացվում։ Ուրեմն դու ես խնդրեմը։ Ուրեմն հասկանաք, այդպես պատմություններ խանգարվում են, իրարանցում են եւ ասում եմ ժողովուրդ, իսկապես մեղք է։ Եկեղեցին գվերչացնեմ, շատ բաներ ուսելի կունեի, բայց ցերասացները շատ կարևոր էր։ Եկեղեցին դեղը ուր էր անաբադի մեջ։ Ով էր գերագրում։ Զարմանալի։ Անաբադին մեջ կսե, այդտեղ, անաբադին մեջ մենք ոչ մեկ կոնտրոլ չունենք, մեկ, անաբադին մեջ թշնամին հարցակում է ինձ, հարցակման դագեմը սերի շատ վադ է վիճակս, և անաբադին մեջ ասված վերագրում է ինձ։ Երեք տարբեր բաներ, որ իրար հետ չի կարող քայլի, բայց այս է, որ դերը գուզե մեզ սորվեցնել։ Անաբադին մեջ սրդերնից կխոսի դերը, անաբադին մեջ կսե, որ ես ով եմ, ինքը ով է, ինչ կուզե, ինձ մե, մի քանի բաներ գրել էի, անաբադին մեջ քո ժողովուրդ ջան, գիտեք, քիչ առաջ ասի, որքան պատրաստ ես ընդունիր, որ դու կոնտրոլ չունես քո ընտանիքի վրա, քո զավակների վրա, քո փողի վրա, քո դունի վրա, քո օտոյի վրա, քո դան վրա, քո եկեղեցի, որքան պատրաստ ես հասկանալու, որ դու կոնտրոլ չունես։ Եթե հավատում ես, այդտեղից ես սկսում օրդությունը։ Դեր առաջին բանը, երբ որ գսե անաբադ ղրգեցի, երկրորդ օրինացի մեջ թույլ տվեք կարդամ, քանի եղավ հա, թույլ տվեք կարդամ։ Անաբադ ղրգեցի գսե, լավ լսեցեք, Աստված գսե իր ժողովրդին։ Սրանց ցեզ անաբադ ղրգեցի, փորձելու եւ սրդենի մեջինը իմանալու։ Անաբադին մեջ քո ներսի շարժարիթը տերը գուզե իմանալ։ Ինչու համար այնքան բռնել ես այս հարցը ցերքիդ մեջ։ Ինչ է այս հարցի խնդիրը։ Հենց այդ անաբադը, ոնց անենք գնանք անաբադ, շատ բարձ է, անաբադի մեջ ենք միջև այնադեն, որ մենք կատարյալ վստահություն չունենանք Աստծո հետ, անաբադի մեջից դուրս ենք գալիս։ Նայիր, ընդունիր, որ անաբադի մեջ ես։ Անոնց տեղը գսե անաբադի մեջ էր։ Անաբադի մեջ նաև գիշեք Աստված ինչ սորվեցուց իր ժողովրդին, 10 պատվիրանքները սորվեցուց։ Անաբադի մեջ Աստված սորվեցուց, որ դուք նոր թակավորության մեջ եք մտնում, նոր սիստեմ պիտի մտածեք։ Այս, երբ որ դու սովորես, թե կոնտրոլ չունես վիճակի վրա, Աստված կսկսի քեզ ասել նոր սիստեմով մտածել։ Գիտեք որն է նոր սիստեմը։ Lâcher prise ֆրանսերեն։ Թողնել, որ Աստված անի, այս նոր սիստեմն է։ Այս մարդկային սիստեմ չի։ Մարդը երբեք չի թողնելու։ Մարդ միշտ, բայց Աստծո հետևորդ աշակերտը թողնում է։ Ինչ որ լինի, թող լինի, քո կամքը առաջինն է։ Ժողովուրդ, ցեզ խաղաղության խոսքեր են ասում։ Նանդաբադի մեջ կսորվիս, որ դու, եթե Աստված մանանատ չդա, կամ անաբադի մեջ մանանան դվեց, ճուրը դվեց, եւ հակուստերը գսեր չհինցան։ Աստված մանրամասնությամբ կհոգա անաբադի մեջ, բայց անաբադի մեջ պիտի երթաս։ Գիտեք ինչ անաբադի մեջ գնալը։ Ասելով, որ ես չեմ կոնտրոլը, դու ես կոնտրոլը։ Եթե այդ հոգին մենք հականք այսօր, Աստուծո հոգին, Սուրբ հոգին այս է։ Եթե Աստծո հոգին հակար դու, այն ժամանակ դու արդեն անաբադի մեջ մտար։ Անաբադի մեջ ասելով, որ միան ես քեզի պիտի հոգամ։ Ոչ մարդկանց երեխաներ, ոչ ցեր լայքերը, ոչ ցեր ընկերներու նկարները, ոչ ցեզ համար ինչ են ասում, ոչ դու, heç կարևոր չէ, եթե դու իրական հավատքի մարդ կուզես լինել, բոլորից մեկ կողմ դրած միցես միան ես եւ Աստված։ Իմ կհոգա իմ ներգաս, իմ կհոգա իմ ամակաս, իմ գերակուրս, իմ հակվածքս, իմ ունելիքս, իմ չունելիքս, իմ սերունդս, եթե Տեր Հիսուս չգա։ Հասկանաք ժողովուրդ, Աստված ամեն ինչին կհոգա այն պայմանով, որ թողնես որ հոգա։ Ամեն ինչին վրա դիտես դեր դու բավարար ես ինձ։ Դու գերագրես ինձ եւ եթե իմ ուզածից պես չլա, թող քո ժմանֆու բառը շատ կարեւոր է։ Ժմանֆու բառը շատ կարեւոր է, այդ քեզ ազատագրում է ժողովուրդ։ Մի հատ փորձի, ասա ժմանֆու ինչը լա թողլա, նայր քեզ ազատագրի այդ խոսքը։ Ես կանոր դիրոջ կվստահիմ, ժմանֆու ինչը լա թողլա։ Չեք կարող ասեք։ Ասեք։ Ինչ լինի թող լինի, ես դիրոջն եմ վստահում։ Իմ ցերկից վրա իշխանություն չի գա։ Ուրեմն վերջացնեմ, ուրիշ բաներ բիցեի, բայց վերջացնեմ։ Գիտեք չէ որ ցես սիրում եմ։ Եվ գիտեք որ դերն է ցես սիրում նաև։ Ուրեմն քույր եղբայրներ ջան։ Թաթարեցեք ձեր գլուխը հոգնեցնելուց։ Թաթարեցեք ձեր ցանկություններու հետևից վազելուց։ Աստված քո ցանկությունը շատ լավ գիտե։ Հասկացաք այդ միտքը։
Աստված քո ցանկությունը լավ գիտե։ Բայց դու քո վազելով այդպես չանես, որ քո ցանկությունը իրականացնես։ Ուրեմն գլուխը մի օգնեցնեք, թույլ տվեք երկրորդ բանը, առաջինը գլուխը մի օգնեցրու, երկրորդ բանը թույլ տուր, որ Դերը առաջնորդի քեզ այդ անաբադյալ դեղը, ուր որ ինք որոշել է քեզ համար։ Մի հատ հարց, դու գիտես Աստված ինչ է որոշել քեզ համար։ Դու կարաս իմանաս ինչ է որոշել քեզ համար։ Ուրեմն սիրելիներ ջան, եկեք մի բան ասենք։ Իսկապես ազատագրություն է մեր համար։ Ըլլա եկեղեցին համար խոսքս, ընկերության համար, ընտանիքի հետ կապված, գործի հետ կապված, ֆինանսի հետ կապված, ամուսնանալ, չամուսնանալու, սիրահարված, չսիրահարվելու հետ կապված, այս բոլոր բաները դու գիտես Աստված ինչ է պատրաստել քեզ համար։ Ոչ։ Ուրեմն մի վազի մի տեղ հասնելու։ Թող Աստված ինք անի ինչ որ որոշել է քեզ համար։ Միայն սրա համար քո այս ռոբեն հենց հիմա այս ռոբեն իր հետ ապրիր։ Ամեն։ Եկա դալասեմ։ Այս ռոբեն իր հետ ապրիր։ Վաղը այն ռոբենալ իր հետ ապրիր։ 10 տարի հետո այն ռոբենալ իր հետ ապրիր եւ դու չես իմանում ինքը ոնց է առաջնորդում։ Եթե մեկը գա այստեղ, որ գնա ինձ բացատրել, թե Աստված ինչպես սրդեր է փոխում, թող ինձ բացատրի, ես չեմ հասկանում։ Չկա ոչ մեկենից, որ կարող ենք հասկանալ մարդու խորհուրդները եւ ինչպես Աստված տանում բերում է։ Ոչ մեկենից չգանք, բայց այս բոլորին մեջ հավատացյալը Հիսուս Քրիստոսի հետևորդը կվստահի եւ այդ ռոբեն Դիրոջ հետ կապրի, Դիրոջ համար կապրի, հանգիստ կապրի։ Հալելույա։ Ես հիմա ուզում եմ, հիմա ամեն ինչով Դիրոջ հետ ապրի։ 10 ժամ վեդո, ինչ պիտի լա, ով պիտի զանգի, ուր պիտի գան, heç կարող չէ։ Հասկացաք միտքը։ Քուր եղբայրներ ջան, այս եթե մենք սովորենք, քանի որ կոնտրոլ չունենք, քանի որ չենք կարող փոխել, de toute façon չենք կարող փոխել մեր աբական, ոչ ալ մանոր սիրտը, ոչ ալ մյուսին սիրտը, ոչ ալ եկեղեցին, ոչ նույնիսկ որդին գսեն չի իմանում հայրը, երբ պիտի ուղարկե որդին։ Այնքան որ դեր բահած է ամեն իշխանությունը Աստված իր մեջ, հայրական իշխանությունը բահած է իր մեջ, բայց սատանան խապում է մեզ ելով դու իշխանություն ունես, սրա վրա, ասոր կյանքը գրնաս փոխել, անոր կյանքը փոխես, ոչ սիրելիներ մերժե, ոչ։ Մենք ոչ մեկ իշխանություն չունենք, մենք հոր Աստծո իշխանության տակ ենք ապրում, եւ հիմա վաղը չէ եւ մյուս օրը չէ։ Հիմա ոնց ուզենք, ինչպես սուպկիր քրած է, այդպես ապրենք։ Գրված է Հիսուս եկավ սատանային կորձերը կանթելու։ Իմ մեջ շատ կորձեր սատանան դրել է, ստեղծել է։ Հասկացում եք, շատեր կան, որ ես Հիսուսով փրկված եմ, ասեն կարծեմ, որ իրենք սուրբ են։ Ոչ, լավ փնտրե, ինչ էլ կան մեջը դեր։ Ուրեմն այդ սատանային կորձերը կանթելու համար, այդ սատանայի կորձերը կանթելու համար ամեն օր դու պիտի տեսնես այն կորձը, որ սատանան գնե քո մեջ եւ այն կորձը, որ Տերը քեզ գազադակրի։ Փրկված ենք փրկություն ապրելու համար։ Փրկված չենք աշխարհի պես ապրելու համար։ Փրկված ենք Սուրբ Օգիով լեցված, ազատագրված ապրելու համար։ Այդ բանը Հիսուս խաչին վրա կատարեց, որ եկավ փրկեց մեզ խաչին վրա։ Բայց չփրկեց, որ մենք նստենք եւ սատանայի խաղերը անենք սրա նրա հետ։ Փրկեց, որ մենք Հիսուսի պես ապրենք իր բարքին համար։ Եվ բարքը թողնի Տիրոջը, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Շնորհակալ ենք Տիրոջը։